Առաջին հարցի համար Ալխազ Ղազարյան, համեցեք։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Գալստյան, ձեր ելույթը լսելիս կարծես այսպես ասած, այդ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով աչքաչափով խոսում եք քաղաքալացյալների, ինչպես նաև արդարների մասին, որոնք ըստ էության այս պահին ահաբեկչության փորձ կատարելու հիմքով են գտնվում արդարադատության ուշադրության կենտրոնում եւ ես այստեղ ուզում եմ նշել այդքան միջազգային կառույցներից օրինակներ բերեցիք թե ինչքանով է որևէ հարցում սանդղակը բարձրացել կամ նվազել ուզում եմ հասկանամ կա որևէ միջազգային կառույց որը փաստել է այն ամենի մասին ինչը դուք այստեղ խոսեցիք որ Հայաստանում կան քաղաքալացյալներ կամ որևէ անց քաղաքական բանից հայացքներից ելնելով հետապնդման է ենթարկվում Տիկին Ղազարյան, նախ ես աչքաչափով չխոսեցի բացարձակապես եւ որպեսզի այդպիսի տպավորություն էլ չունենամ, ես ունեմ իմ քաղաքական գնահատականները, մեր քաղաքական թիմը ունի իր քաղաքական գնահատականները, բնականաբար ունենք մենք մեր աղբյուրները, բայց որպեսզի այդպիսի տպավորություն չունենանք, որ ես աչքաչափով եմ խոսում, այն բոլոր թվային պատկերը, ամբողջ թվային պատկերը, ինչ ներառված էր իմ խոսքի մեջ եւ կարծում եմ մենք 5 տարի միասին աշխատել ենք եւ դուք շատ լավ պիտի Փաստած լինեիք, որ ես երբեք ոչ փաստերով չեմ խոսում, որտեղ կարևորում եմ խոսքի պատասխանատվությունը, ազգային ժողովի падգամավոր լինելու, ուրեմն քաղաքական մանդատի պատասխանատվությունը, ուրեմն երբեք աչքաչափով չեմ խոսել եւ այն բոլոր թվային պատկերով ես ներկայացրեցի, վերցված էին տարբեր աղբյուրներից, կարող եք ինքներդ ուրեմն բացահայտել։ Այն ինչը վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, եւ ես հատկապես շեշտեցի ուրեմն ԵԽԽՎ 1900 բանաձևը, ես կուզենամ մի քանի, դուք ինձ շնորհակալ եմ, որ առիթը տվեցիք, ես կուզենամ ասել, որ ազատությունից զրկված անձը ըստ այդ բանաձևի համարվում է քաղաքական բանտարկյալ, եթե առկա է հետևյալ հանգամանքների չափանիշներից նվազագույնը մեկը։ Ես ամբողջը չեմ կարդա, բայց կցիտեմ։ Կալանքը կիրառվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտմամբ, օրինակ խոսքի հավաքների միավորման ազատության հետ կապված, կալանքը կիրառվել է զուտ քաղաքական պատճառներով, անձի արարքի հետ իրական կապ չունի եւ քաղաքական դրդապատճառներով պատժի ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են, անձը քաղաքական դրդապատճառներով պահվում է խտրական պայմաններում եւ 5-րդ դատավարությունը եղել է ակնհայտորեն անարդար եւ դրա կապը իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ տեսանել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սրբազանի եւ 18 արդարների գործին, ուրեմն ներողություն, ՄԱԿ-ի փորձագիտական, անկախ փորձագիտական եզրակացությունը կառուցված է հենց այս չափանիշների վրա, եւ նաեւ հորդորել է օրվա քաղաքական իշխանությանը վերստուգել այն հիմքերը, որոնք, այսինքն մատնացույց է անում հիմքերի խոցելիությունը, որովհետև ըստ էության ահաբեկչական մեղադրանքի որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացված եւ նաեւ փաստը մնում է փաստ եւ նաեւ դա արձանագրված էր այդ զեկույցի մեջ, եզրակացության մեջ մոնտաժված հիմքերը, կեղծված ձայնագրությունները եւ այլն հիմք չեն հանդիսացել, որպիսի այն մեղադրանքը, որը անմեղության կանխարվակածը խախտելով նաեւ դուք քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ, ընդ որում այդ էլ ակետ դարձել եզրակացության մեջ հնչեցրել եք նաեւ այս ամբիոնից ամբողջովին համընկնում է այս ուրեմն եզրակացությանը եւ մի կարեւոր նրբություն այս հոդված բանաձևը թողենք արձագանքի պատգամավորը արձագանքեք Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, իհարկե բանաձևին ես էլ եմ ծանոթ, բայց եկեք փաստերով խոսենք իրապես։ Փաստացի ձեր իշխանության օրոք է փաստվել, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ։ Համենայն դեպս նման փաստ հիմա դուք չեք կարող ներկայացնել։ Եվ այն փաստերը, որ դուք եք ներկայացնում, սա ձեր քաղաքական դիրքորոշում է ընդհանրապես։ Եվ ես դրա համար եմ ասում, եկեք անմեղության կախավարկածով եք մեզ բանանում, մեղադրում, այսպես ասած, եկեք դուք էլ զուս մնացեք ձեր կողմից հնչեցված որակավորումներին։ Տիկին Ղազարյան, մինչև ես կավարտեմ նախորդ միտքս, մի կարևոր նրբություն այդ բանաձևի։ Բանաձևը չի ասում, որ քաղբանտարկյալը պարտադիր անմեղ մարդն է։ ԵԽԽՎ-ն հենց նշում է, որ անձը կարող է նույնիսկ մեղավոր լինել, բայց նրա նկատմամբ քրեական հետապնդումը, պատիժը կամ կալանքը կարող է ունենալ քաղաքական բնույթ։ Իսկ որ այդ ամբողջ գործընթացը
խիստ քաղաքական բնույթի է եւ մեղավորությունը չհիմնավորված, դա ակնառու փաստ է։ Իսկ եթե անցյալում, չգիտեմ, անցնող 30-35 տարիներին, որ եղել են սխալներ, իսկ ես հակված չեմ գնահատել, որ սխալներ չեն եղել Հայաստանի անկախության պատմության մեջ, բայց դուք որպես քաղաքական ուժ եկաք ժողովրդավարության, մարդու իրավունքների մեծագույն խոստումներով եւ ցավոք սրտի այսօր ունենք այդ խոստումների մի պատկեր, անենք խոստումների եւ իրականության ավելի շուտ մի պատկեր, որը հեռու է սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական երկիր լինելու պատկերից։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։